Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, այն որ Միջազգային քրեական դատարանի Ռոմի կանոնադրության վավերացումը լրացուցիչ գործոն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանության հարցում դա անվիճելի է, բայց նաև այս համատեքստում շատ կարևորել եմ ուզում եւ ընդգծել եմ ուզում այն փաստը, որ թեև ուշ ենք վավերացնում Միջազգային քրեական դատարանի Ռոմի կանոնադրությունը, սակայն կանոնադրության 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով հետադարձորեն ճանաչվելու է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը 2021 թվականի մայիսի 10-ից, իսկ 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածները իրենցից ներկայացնում են ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունը եւ պատերազմական հանցագործությունները։ Սա նշանակում է, որ բոլոր այն պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում 2021 թվականից սկսված, ընդհանրապես են Միջազգային քրեական դատարանին։ Իսկ 2021 թվականի մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա են իրականացրել Հայաստանի Հանրապետության դեմ եւ ներխուժել են ինքնիշխան տարածք ու շարունակում են մնալ նաեւ այդ տարածքում։ Այնուհետեւ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ն են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների նկատմամբ իրականացվել ռազմական ագրեսիա եւ ինչպես նաեւ այսօր էլ մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների բռնի տեղահանումը։ Այնպես որ այս մասը առավել կարեւոր է եւ ցանկանում եի այս մասը անպայման շեշտել եւ ընդգծել եւ նշել, որ իսկապես Ռոմի կանոնադրության հնարավորինս արագ վավերացումը բխում է մեր բոլորի շահից։ Շնորհակալ եմ։